Այսօր զրուցում ենք Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի հետ, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Պարոն Շահնազարյան, Շվեյցարիայում շարունակվում է Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները, նախորդին ավարտվեց առաջին ռաունդը եւ բոլորս հասկացանք, որ բանակցությունները թեև շարունակվում են, բայց մի տեսակ լարվածություն կա երկու կողմում էլ։ Եվ շատերը արդեն որակել են, որ վերջին տարիների ամենափակ գաղտնի կարելի ասել գործընթացներից մեկն է սա։ Իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչի շուրջ համաձայնության չեն գալիս, որ բանակցությունները պետք է տևեն նախ 60 օր, այդքան երկար ժամանակ, եւ որ հարցերն են, որ այս պահին սեղանի վրա դրված են եւ ընդհանուր հայտարարի չեն գալիս կողմերը։ Ես պետք է նշեմ, որ իրապես շատ բարդ բանակցային գործընթաց է մեկնարկել եւ ընթացքը եւս բարդ է լինելու։ Մտածել թե այս 60 օրերի ընթացքում հնարավոր կլինի հասնել այսպես կոչված շատ արագ համաձայնության, իմ կարծիքով պարզամտություն է, որովհետեւ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, կան հստակ գծված կարմիր գծեր, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, որոնք այսպես կոչված շատ բարդ են դարձնելու համատեղ եզրեր գտնելու գործընթացը։ Ներկա դրությամբ կողմերի միջև միայն ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր եւ պայմանավորվածություն, որպեսզի դադարեցվի ռազմական գործողությունները, որոշակի պատժամիջոցներ, որոնք սահմանված էին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, մանավանդ նավթի վաճառքի հետ կապված դրանք վերացվեն, Հորմուզի նեղուցը բացվի 60 օրյա ժամկետում միայն, ազատ երթևեկության թույլտվություն տա Իրանը եւ վերացվի Իրանի ծովային շրջափակումը։ Սրանք կարևոր դետալներն են, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, այս առաջին խանգարում ընդհանուր հայտարարի գալուն։ Տեսեք, ինչպես նշեցի, կան բազմաթիվ խնդիրներ։ Օրինակ Իրանի միջուկային ծրագրի հարցը կա։ Ինչպես է լինելու դա։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք ձեռք բերելու, Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի հրաժարվելու իր խաղաղ միջուկային ծրագրից, կա այստեղ 460 կիլոգրամի քաշով հարստացված ուրանի հարցը մինչև 60%, որը Միացյալ Նահանգները առաջին իսկ փուլերում պահանջում էր, որ դրանք պետք է դուրս բերվեն Իրանից, ըստ երևույթի հիմա նախնական համաձայնություն է ձեռք բերվում, որ դրանք նոսրացվեն հենց Իրանում եւ պահպանվեն Իրանում։ Սա գլխավոր խնդիրներից մեկն է։ Երկրորդ խնդիրը, որ կա, հենց Հորմուզի նեղուցի հետ է կապված, մի բան ակնհայտ է, որ պայմանավորվածություններում պետք է ամրագրվի այնպես, որ այսուհետ Հորմուզի նեղուցի կարգավիճակը վերահսկելու են Իրանը եւ Օմանը համատեղ եւ ստանալու են այդ հարկերը, վճարները անցումի համար Հորմուզի նեղուցից։ Սա եւս խնդիրներից մեկն է, որը գոյություն ունի։ Միացյալ Նահանգները, Արևմուտքը ընդհանրապես, Միացյալ Նահանգները հատկապես եւ Իսրայելը նաեւ կենտրոնացած են գոնե պատերազմի սկզբում եւ այս ընթացքում մինչ այս բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վրա, որը Իրանի համար հստակ կարմիր գիծ է եւ բանակցությունների օրակարգում եւս ներառված չէ, բայց ես կարծում եմ, որ իմ սուբյեկտիվ կարծիքն է, Միացյալ Նահանգները փորձելու է նաեւ այդ հարցը ներառել բանակցային գործընթացում, որը ինչպես նշեցի, նույնպես կարմիր գիծ է, եւ մյուս խնդիրը, որ կա Իրանի դերակատարությունը տարածաշրջանում եւ պրոքսի ուժերը, որոնք աշխատում են տարածաշրջանում, մասնավորապես Լիբանանյան Հեզբոլլահը, որոնք սրանք բոլորը խնդիրներ են, որոնք բարդացնելու են բանակցային գործընթացը բավականաչափ։ Պարոն Շահնազարյան, միջնորդները Պակիստանը եւ Կատարը հայտարարում են այսուհանդերձ այսքան խնդիրներով հանդերձ, հայտարարեցին, որ զգալի առաջընթաց է եղել այս նախորդի բանակցություններում։ Ինչու հենց Պակիստանին եւ Կատարին հաջողվեց, այս տանդեմին հաջողվեց հալեցնել սառույցը, որ գոյություն ունի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, եւ որն է իրենց շահը։ Ինչ է շահում Պակիստանը եւ ինչ է շահում Կատարը։ Նախ ես պետք է նշեմ, որ տարածաշրջանի երկրներից բացառությամբ Օմանի, որը պատմականորեն լավագույն հարաբերությունները ունի Իրանի հետ եւ Միացյալ Նահանգների հետ ու հանդես է եկել որպես միջնորդ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև,
Պակիստանը եւ Կատարը ամենալավ հարաբերությունները ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, գիտենք նաեւ, որ ինչպիսի հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների եւ Միացյալ Նահանգների հետ։ Սա հուշում է, որ Իրանը պետք է վստահեր հենց այս երկու երկրներին բանակցությունների համար, ոչ այլ երկրի, այդ թվում նաև Թուրքիային, որը փորձում էր հանդես գալ որպես միջնորդ դերակատար, ընդգծելով իր դերակատարությունը եւ նշանակությունը եւ քաշը տարածաշրջանային հարաբերություններում։ Ինչ են ձեռք բերելու Պակիստանը եւ Կատարը։ Կա երկու, իմ կարծիքով, առանձին խնդիրներ, որոնց պետք է անդրադառնանք։ Մեկ, էսկալացիայի, այսպես կոչված, լարվածության թուլացումը եւ բացառումը տարածաշրջանում, որը բխում է երկու երկրների շահերից էլ, մենք չմոռանանք, թե Կատարը ինչ վիճակում հայտնվեց այս 40-օրյա պատերազմի ընթացքում հատկապես։ Եվ բացի դա, իրենք ընդգծելու են նաեւ իրենց դերակատարությունը որպես տարածաշրջանային կարևոր խաղացողներ միջազգային հարաբերություններում։ Սրանք կարևոր ֆակտորներ են, որոնք այսպես կոչված մղում են իմ կարծիքով Պակիստանին եւ Կատարին, որպեսզի ստանձնեն այս շատ բարդ միջնորդային առաքելությունը այս բանակցություններում եւ գործընթացում։ Իրано-ամերիկյան բանակցությունները ընդունված է ներկայացնել որպես երկկողմ բանակցություններ, բայց որքանով է դա իրականում գործում այսպես երկկողմ բանակցությունը, քանի որ դաշնակից պետությունները, հատկապես Մոսկվան եւ Պեկինը շահագրգռված են Իրանի բոլոր հարցերում եւ այսօր Թեհրանը արդյոք մեկնել է Շվեյցարիա սեփական օրակարգով, որտեղ Մոսկվան եւ Պեկինը ոչինչ չունեն ասելու։ Ինչ եք կարծում։ Ես կասեի, որ այո, ճիշտ եք ակնարկում, կա բանակցությունները ընդունված է ասել երկում, բայց հիմնականում գործնականում դրանք քառակողմ ձևաչափով տեղի ունեցան Պակիստան եւ Կատար ներառված։ Մենք չպետք է մոռանանք կան դաշնակիցներ, Պարսից ծոցի արաբական երկրները, որոնք այսպես թե այնպես Միացյալ Նահանգների դաշնակիցներն են համարվում տարածաշրջանում, կա այո Իսրայելի գործոնը, ես դրան եմ ուզում անդրադառնալ, Միացյալ Նահանգների թիվ 1 ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում, մյուս կողմից, ինչպես ակնարկեցիք, կա Չինաստանի եւ Ռուսաստանի գործոնը։ Այն, որ Իրանը սեփական օրակարգով է ներկայացել, ես կասեի դա այդպես է, որովհետեւ այն ինչը որ ներառված է այս բանակցային օրակարգում, դրանք ամբողջովին համապատասխանում են այն կարմիր գծերին, որոնք գծեր էր Իրանը դեռևս նախապատերազմյան շրջանում, ես նախապատերազմյան շրջան որ ասում եմ, նկատի ունեմ նաև 12-օրյա պատերազմը։ Նախքան դա 12-օրյա պատերազմի ընթացքում, այդ միջանկյալ հատվածում, այս պատերազմը եւ դրանից հետո այդ կարմիր գծերն են, բայց այնուամենայնիվ չի կարելի այսպես հաշվի չառնել այն հանգամանքը, որ բնականաբար այս բարդ գործընթացում Իրանը իր քայլերը համադրելու է իր երկու գլխավոր դաշնակիցների Մոսկվայի եւ Պեկինի։ Այո, խորհրդակցություններ տեղի են ունենում միանշանակ։ Պարտադիր չէ, որ դրանք բացահայտվեն, բայց միանշանակ այդ խորհրդակցությունները տեղի են ունենում։ Ինչպես է ընդունում այդ համաձայնությունը Իրանի պահպանողական էլիտան, որովհետև Իրանում մենք գիտենք, որ մի խումբ կա, որը ամբողջությամբ կողմ է նախ ռեժիմի փոփոխության եւ նաեւ Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ հաստատելուն։ Ի սկզբանե։ Իսկ այսօր ինչ է փոխվել այդ հարաբերություն, այդ մտածելակերպի մեջ, գաղափարախոսության մեջ, թե ոչինչ չի փոխվել։ Մենք պետք է նկատի ունենանք մի շատ կարևոր հարց։ Նման հարցեր Իրանում համակարգային լուծում են ստանում, այսինքն ողջ համակարգը, լինեն դրանք ռեֆորմիստներ, թե պահպանողականներ, ինչ որ կոնսենսուսի գալիս են այս հարցի կապակցությամբ։ Այս հարցը քննարկվել է, շատ լուրջ քննարկումների փուլ է անցել, հանգրվաններ է անցել ազգային անվտանգության գերագույն խորհրդում Իրանինը եւ հետո այդ ամեն ինչը ներկայացվել է իսլամական հեղափոխության հոգևոր գլխավոր առաջնորդին, գերագույն առաջնորդին եւ ստացել են նրա թույլտվությունը։ Սրանք կարևոր հանգամանքներ են եւ սա նշանակում է, որ համակարգը այնուամենայնիվ համաձայնություն է տվել։ Այստեղ կան այո նրբություններ,
պահպանողական շրջանակը եւ ես կասեի ոչ միայն պահպանողական շրջանակը, այլ ժողովուրդը, որը դրա զգալի մի հատվածը կենտրոնացած էր այս պատերազմում հաղթելու, պատերազմում ձեռք բերված Իրանի կողմից ձեռք բերված ռազմավարական առավելությունները պահպանելու եւ հաղթանակ ապահովելու գործին, դրանք ժողովրդի մի հատվածը լուրջ մտահոգված է, որ ինչ արդյունքներ է ունենալու այս բանակցությունները, փորձագիտական շրջանակներն են մտահոգված եւ շատ կարեւոր հանգամանք կա, որ մենք պետք է նկատի ունենանք բանակցությունների նախորդին գերագույն հոգեվոր առաջնորդը Այաթոլլահ Խամենեին, Մոջթաբա Խամենեին հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք գործադրել են երկրի պատասխանատուները, հաշվի առնելով այն հավաստիացումները, որոնք տվել է երկրի նախագահը որպես ազգային անվտանգության խորհրդի նախագահ, նաև ինքը այնուամենայնիվ ունենալով սկզբունքային հակասություններ այս բանակցությունների հետ, անվստահություն այս բանակցությունների նկատմամբ, այդուհանդերձ թույլատրել է, որպեսզի բանակցությունները տեղի ունենան այն պայմանով, որ Իրանի կարմիր գծերը կպահպանվեն, Իրանի շահերը կպահպանվեն, երաշխավորվեն եւ հայտարարել է, որ այսուհետ երկրի ղեկավարությունը, քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը պատասխանատվություն է կրում։ Սա մեզ հուշում է, որ այնուամենայնիվ կա շատ լուրջ անվստահություն Իրանում այս բանակցությունների ընթացքի եւ դրանց հնարավոր արդյունքների հետ կապված, այնուամենայնիվ բոլորն էլ գիտակցում են, որ անհրաժեշտ է գնալ այս բանակցություններին եւ փորձել խնդիրը լուծել դիվանագիտական խողովակներով։ Ի վերջո, այս բանակցությունները փաստում են եւ նաեւ համաձայնագիրը փաստում է այն մասին, որ փորձագիտական շրջանակում ավելի ճիշտ հաճախ խոսում են, որ Իրանը գնում է բանակցությունների շահեկան դիրքերից եւ որպես հաղթանակած պետություն։ Կա այս տեսակետը Միացյալ Նահանգներից իհարկե հակառակ հայտարարություններ են հնչում։ Ի վերջո, այս պատերազմը Թրամփի պատերազմ էր։ Ինչ ստացավ Թրամփը այս պատերազմից եւ որից այդ ասում է, որ գոհ է, հիմա գոհ է, ինչ է փոխվել, այսինքն այն առաջադրանքները, որ դրված էր ի սկզբանե, դրանցից որևէ մեկը լուծվել է արդյոք։ Ոչ, միանշանակ չի լուծվել։ Այն ինչ որ պատերազմի սկզբում հայտարարում էր ամերիկա-իսրայելական ալյանսը, իշխանափոխություն, միջուկային ծրագրի վերացում, Իրանի ռազմական կարողությունների վերացում, անգամ խոսվում էր մանավանդ Իսրայելի կողմից որպես պետական միավորում Իրանի կազմաքանդում, հետո նաև խոսեցին Իրանի քարեդար վերադարձնելու մասին, Թրամփը խոսեց, դրանցից ոչ մեկը ոչ միայն չի իրականացվել։ Հիմա միակ ձեռքբերումը ըստ երևույթի, որ կարող ենք նշել, որ Թրամփը ունի, դա է, որ վերադարձել են Հորմուզի նեղուցի հետ կապված, վերադարձել նախապատերազմյան պայմաններին, այդ էլ այս 2 ամսվա ընթացքում, այսինքն Իրանը թույլատրելու է ազատ նավարկություն։ Բայց այսինքն վերադարձել են հին կետին, նախնական կետին, որևէ բան չեն շահել, փոխարենը այս համաձայնության շրջանակում նախատեսված է, որ Իրանը այսպես այդ իր միջուկային ծրագիրը պահպանելու է, մինչդեռ խոսվում է դրա վերացման մասին, իսպառ վերացման մասին, Իրանը պահպանելու է, Միացյալ Նահանգները այդուհանդերձ անուղղակիորեն համաձայնություն է տվել խաղաղ ծրագրի պահպանմանը, Ուրանը շարունակելու է մնալ Իրանում ըստ այդ նախնական եւ եթե նոսրացում է տեղի ունենում, դա Իրանում է տեղի ունենում, միջուկային խնդիրը բանակցությունների օրակարգում ներառված չէ եւ բացի դա Իրանի համար նախատեսվել է այսպես կոչված վերականգնողական ծրագիր, որում մասնակից են լինելու տարածաշրջանի երկրները եւ Միացյալ Նահանգները 300 միլիարդ դոլար արժողությամբ։ Նաեւ ապասարեցվելու են հաշիվները։ Այո, ապասարեցվելու են հաշիվները, պատժամիջոցներն են միայն Իրանը, թեև մեծ կորուստների հաշվին։ Եվ ղեկավարության կորուստի հաշվին, եւ ենթակառուցվածքների կորուստի հաշվին։ Դրանք կառուցեն ըստ էության։ Այո, այդ 300 միլիարդ դոլարը ուղղված է լինելու այդ ենթակառուցվածքների վերացման, ղեկավարությունը թարմացվում է, գալու է նոր սերունդ, հանձինս հոգևոր գերագույն առաջնորդի բայց գաղափարախոսությունը չի վերացվել եւ շարունակվում է։ Չի վերացվելու, ես կասեի կգա նոր սերունդ, որը միգուցե մի քիչ տարբեր է նայում միջազգային հարաբերություններին, աշխարհաքաղաքական հարցերին, մի քիչ տարբեր, բայց պահպանելու է գաղափարախոսությունը
եւ լինելու է շատ ավել գաղափարական, որտեղ այս սերունդը դաստիարակվել է Իսլամական Հանրապետության։ Այ հենց դա է ուզում հարցնել, պատերազմից հետո Իրանում քաղաքական առումով որևէ բան կփոխվի թե չէ։ Փոփոխությունները այնուամենայնիվ իմ կարծիքով լինելու են, որովհետեւ Իրանը այդուհանդերձ կարիք ունի որոշակի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև հասարակական լուրջ արմատական բարեփոխումների, բայց շեշտեմ, քաղաքական հատվածում դրանք չեն վերաբերելու գաղափարախոսությանը։ Սա միանշանակ է։ Միգուցե քաղաքական, այսպես կոչված, մթնոլորտը մի քիչ ավելի ազատականացվի, միգուցե ներառությունը հասարակությանը քաղաքական գործընթացներում ավելացվեն, որը պարտադիր է իմ կարծիքով, դա իմ անձնական կարծիքն է, նաև պարտադիր է, բայց գաղափարախոսությունում մենք փոփոխությունների ականատեսը չենք լինելու։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մեր տարածաշրջանի մասով Հարավային Կովկասում որևէ բան կփոխվի, եթե Իրանը համաձայնությունը կնքվի եւ պատերազմը դադարեցվի, Իրանը կուժեղանա, թե մենք ամեն դեպքում կունենանք մեր հարավում կունենանք կառավարվող արևմուտքի կողմից կառավարվող Իրան, Թեհրան։ Ես կնշեմ միանշանակորեն, որ համաձայնություն կնքվելու կամ բանակցությունների այսպես ձախողման դեպքում եւս մենք գործ ենք ունենալու հզոր Իրանի հետ, ուժեղ Իրան է լինելու, որը իր ազդեցությունն է ունենալու այսպես թե այնպես ուղղակի կամ անուղղակի Հարավային Կովկասի տարածաշրջանային իրադարձություններում։ Այն, որ մտածել թե այս բանակցությունների արդյունքում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն, երկու երկրները ճշտամական հարաբերություններից կտեղափոխվեն այսպես կոչված բարեկամական գործընկերային այսպես ճակերտավոր հարաբերությունների, դա բազմամտություն կլինի, միամտություն է, ընդհանրապես բերելու է տանելի բանակցությունների արդյունքում հաջողության անցում, մենք ականատեսենք լինելու տանելի մակարդակի վրա, կանխատեսելի մակարդակի, կայուն մակարդակի վրա ձևավորվող որոշակի հարաբերությունների։ Դրանք չեն կարող ազդել իմ կարծիքով այն մտավախությունների, այն կարմիր գծերի հետ կապված, որոնք ունի Իրանը Հարավային Կովկասում, այդ թվում նաև թրիփի հետ կապված։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Այդ առումով Թեհրանի կարմիր գծերը պահպանվում են։ Ես կասեի, որ պահպանվելու են։ Իմ կարծիքը այն է, որ պահպանվելու են դրանք, որովհետև սահմանների փոփոխությունը, այո, դա Իրանի տարածաշրջանային շահերից, անվտանգային անմիջական շահերից է բխում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանումը, սահմանների անձեռնմխելիությունը, իսկ թրիփի հետ կապված այդուհանդերձ Իրանը չի հանդուրժելու, որպեսզի Արևմուտքը եւ մասնավորապես Միացյալ Նահանգները եւ միջնորդավորված նաեւ Իսրայելը ներկա լինեն իր հյուսիսային սահմաններում, մանավանդ այն հատվածում, որը վերջին 35 տարիների ընթացքում, այսինքն խորհրդային միության փլուզումից եւ խորհրդային հանրապետությունների վերանկախացումից հետո համարվել է ամենակայուն եւ ամենավստահելի ու անվտանգ սահմանը Իսլամական Հանրապետության համար։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի հետ, ցտեսություն։